Հայկական երկրորդ հեռուստաալիքը համեցեք խնդրում եմ խոսափողով եւ ներկայացնեք։ Ես ուզում եմ իմանալ հաշվեն ակտիվացիոն խոսակցությունների մասին, որ կհնում հնարավոր չգրանցի մեր ձևով շարժման է, որ դեպքում է հնարավոր համարում տարբերակը, եւ որ դեպքում հնարավոր համարում, որ կհնում գրանցի մեր ձևով շարժումը, բայց ընդդիմությունների ընդհանրակ չգրանցում չեղարկի, որ դեպքում է դա հնարավոր, եթե դա հնարավոր է։ Հարգելի լրագրողներ, որպեսզի կան որևէ քաղաքական ուժին չգրանցի, քաղաքական ուժը ինքը պիտի ցանկանա չգրանցվել։ Սա ինչի համար եմ ասում, որտեղ հստակ ընտրական օրենսգիրքը սահմանում է այն փաստաթղթերը, որը պիտի քաղաքական ուժը ներկայացնի։ Ես կարող եմ ընթերցել այդ փաստաթղթերը։ Եվ ընթերցեմ, կարիք կա ընթերցելու, թե դուք ինքներդ դա կնայեք։ Այսինքն չգրանցելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ որ բոլոր փաստաթղթերը ներկայացված են, գրանցման հարց որպես այդպեսին չի քննարկում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել, այսինքն քվեարկել բացառապես, եթե փաստաթղթերը ներկայացված չեն, այսինքն թերի են ներկայացված փաստաթղթերը, քաղաքական ուժը չի լրացրել փաստաթղթերը, այսինքն տրվել է 48 ժամ եւ չի լրացրել փաստաթղթերը, այդ ժամանակ կարող է առարկությունը դրվել քվեարկության եւ 2/3 ձայներով մերժվել կուսակցության գրանցումը։ Բայց եթե կուսակցությունը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի, ասենք, առանց քվեարկության գրանցում, այսինքն եթե չկա առարկություն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ անդամ չունի առարկություն, ուղղակի կուսակցությունը մեխանիկորեն համարվում է գրանցված։ Տեսեք, արհեստական խորչընդոտ չի կարող ունենալ, հարգելինս, կոնկրետ օրենքով կա սահմանված փաստաթղթերի ցանկ։ Ավելին, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապես, եթե ցանկը թերի է, նախապես նիստով 48 ժամ է տրամադրելու, այսինքն դուք բոլորդ այդ նիստին ներկա եք լինելու, եթե կցանկանաք, եւ տեսնելու եք, թե ինչ փաստաթղթեր է պակասում, եւ քաղաքական ուժը պիտի չլրացնի այդ փաստաթղթերը, այսինքն ինքը այդ թերությունը չվերացնի։ Հարգելիներս, կրկնում եմ, խոսքը, տեսեք, հիմա խոսում ենք այս բանին խոսում ենք գրանցման մասին։ Խնդրում եմ, որպեսզի տարանջատենք։ Գրանցումը ես բացատրում եմ, գրանցումը, եթե կուսակցությունը անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, չի կարող չգրանցվել։ Բայց եթե կուսակցությունը կներկայացնի թերի փաստաթղթեր, հարգելինս, եւ հետո իրեն կտրվի 48 ժամ, այսինքն նիստով, հրապարակային դուք էլ կիմանաք, որ այս կուսակցության այս փաստաթղթերը, ասենք օրինակ գրավի անդորագիրը չի ներկայացրել, գրավ չի մտել, անդորագիրը չի ներկայացրել։ Չէ, այդ դեպքում արդեն նոր այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել առարկություն, այսինքն անդամների որևէ անդամի կողմից այդ առարկությունը, որ տվյալ քաղաքական ուժի գրանցումը մերժելու վերաբերյալ։ Ես եթե սպասեք, հիմի գալիս եմ երկրորդ, այսինքն հարցի մյուս, ասենք քաղաքական ուժը գրանցվում է եւ գրանցում է ուժը կորսած ճանաչել։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը քաղաքական ուժի գրանցումը ինքը չի կարող ուժը կորսած ճանաչել։ Մեր օրենսդրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ հարցով պիտի դիմի դատարան։ Այսինքն եթե գրանցումից հետո որևէ քաղաքական ուժ, այսպես ենք, տոտալ, այսպես ենք, ու սա համար պարտադիր պայմանը, որպեսզի քաղաքական ուժը հետևողական ընտրական օրենսգիրքը ոտնահարի։ Երբ որ նման իրավիճակ, եթե կլինի, իսկ նման իրավիճակ ես չեմ հիշում, որ մեր պատմության ընթացքում ունես, եթե կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշի դատարան դիմել։ Այսինքն այստեղ գրանցման ուժը կորցնողը կրկին այս դեպքում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, դատարանն է։
Կրկնեցի։ Հարգելի տեսեք, տեսեք, եթե հիմքը ընտրական օրենսգրքով հստակ սահմանված է, ու դա, այսպես ասենք, 1-2 խախտման մասին չի սա ու ավելին, դա խոսքը չի, որ օրինակ որևէ տեխնացուի կողմից է, դա ասենք օրինակ որևէ տեխնացու է այդ խախտումը թույլ տվել, դա ինքը քաղաքական ուժը հետևողական պիտի ոտնահարի ընտրական օրենսգրքի պահանջները, որպեսզի նման իրավիճակ ստեղծվի, որպեսզի նման փաստերի, այսպես ասենք, ծանրակշիռ փաստեր կուտակվեն, որից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտադրված կլինի այլևս դիմել դատարան։ Անհավատական կոնկրետ օրինակի վրա ես հաստատամ, Ազատություն ռադիոկայանում Հնանա Ստեփանյան, գիտեք, որ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը 3 հայտարարություն տարածեց, որ որևէ այլ երկրում ԱՄՆ չտվեց այդ երկրին Հայաստանի քաղաքացի հայազգի գործարաններին ճնշում են գործադրում, որպեսզի նրա առաջիկա ընտրությունների ընթացքում ֆինանսական եւ այլ կարգի աջակցություն ցուցաբերեն։ Հիմա դիմություն են հանրապետական կոմիտեի։ Հիմա եթե պարզվի կոնկրետ այդ ուժի անունը, ովքեր են անուժերի անունները, սա հիմք կարող է հանդիսանալ, որ չգրանցվեն կամ գրանցելուց հետո դուք դիմեք դատարանին, որպեսզի ուժը գործար ճանաչի այդ գրանցումը։ Կոնկրետ այս օրինակի հիման վրա խնդրեմ պատասխանել։ Հարգելի գործընկերներ, ընտրական օրենսգիրքը կարգավորում է տեխնացուների հետ կապված հարաբերությունները։ Մեր իրավապահները իրենց գործունեության ընթացքում բազմազան, ասենք տարեկան հազարավոր գործեր են քննում։ Իրավապահները իրենց գործառույթները ունեն, չգիտեմ, արտաքին մարտահրավերները կանխելու եւ այլ։ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է տեխնացուն, այսինքն կուսակցությունը նախ պիտի գա գրանցվի։ Ասացի, որ երբ որ ինքը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնում է, ինքը գրանցվում։ Արդեն գրանցված կուսակցությունը կամ դաշինքը պիտի ընտրական օրենսգրքի կարգավորումները, ասենք, պարբերաբար եւ տոտալ ոտնահարի։ Եվ ու այս դեպքում, ասենք, ձեր նկարագրած երևույթը եւ այնինչ նախատեսում է ընտրական օրենսգիրքը փոխկապակցված չեն։ Ձեր կրկնում եմ, մեր օրենսդրությունը վերաբերում է ընտրական օրենսգիրքի կարգավորումները վերաբերվում են գրանցված կուսակցություններին կամ դաշինքներին, գրանցված տեխնացուներին, այսինքն տեխնացուները մեր մոտ վերջնականապես ցանկը հայտնի կլինի մայիսի 3-ին, երբ որ կգրանցվեն, ապրիլի 23-ին առաջադրումներն ավարտվելու, այսինքն մենք կունենանք հավակնորդներ, այսպես ասենք, կուսակցությունների, իսկ վերջնական գրանցված ցանկը կունենանք մայիսի 3-ին։ Այն մայիսի 3-ից գրանցվելուց հետո իրենց գործունեությամբ պայմանավորված լինելու, իրենք ինչ իրավական կարգավիճակում կլինեն։ Այստեղ կանխակալ ինչ որ գնահատականներ տալ եւ այլ, դա կներեք որևէ մեկ իրավունք չունի։ Կոնկրետ այս դեպքով, եթե պարզվում է, որ այլ երկրում Հայաստանի քաղաքացիներին հարկադրում են, որպեսզի նրանք ֆինանսական կամ այլ հարկադրանքի տեսակներով պայմանավորված գալ Հայաստան եւ քվեարկել կոնկրետ։ Տիկին Ստեփանյան, ես կրկնում եմ, այս դեպքում իրավապահների գործառույթն է մեր քաղաքացիներին պաշտպանել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս իրենց ունեցած գործիքակազմով։ Գործառույթը, կրկնում եմ, գործառույթը վերաբերվում է կուսակցություններին գրանցված, տեխնացուներին գրանցված եւ իրենց գործունեությանը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեր կուսակցությունները գործունեություն ծավալելու իրավունք չունեն։ Դա հասկանալի է։ Նկատի ունեմ, ԿԸՄ-ն այս հիմքով իրավունք ունի տվյալ գրանցված կամ չգրանցված կուսակցության նկատմամբ որոշակի։ Տիկին Ստեփանյան, ես կրկնում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետախուզական, հակահետախուզական
կամ իրապահ մարմին չէ, որ իր գործունեությունը պայմանավորվի ձեր նկարագրած գործիքակազմով։ Եթե որևէ կուսակցություն Հայաստանում գրանցվելուց հետո ընտրական օրենսգրքի հետևողական կոպիտ շարունակական խախտումներ թույլ կտա, այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել այն հարցը, որ դիմի դատարան տվյալ կուսակցության գրանցում ուժը կորցած ճանաչելու պահանջով։ Խնդրում եմ փոխանցել ֆակտորին խոսակողին։ Պարոն Հովակիմյան, շարունակելով ուժը Հայաստանի թեման, հիմա քաղաքական դաշտում մասնավորապես Հանրապետություն կուսակցության կողմից առաջ է քաշվում այն հարցը, որ ուժը Հայաստան կուսակցությանը չպետք է գրանցել, որովհետև իրենց առաջնորդի ունեցվածքի 30%-ից ավելին գտնվում է Հայաստանից դուրս, այդ ուժը օտարերկրյա փողերով է ֆինանսավորում եւ սա հիմք է չգրանցելու։ Այս մասով արդյոք ունի գործառույթ ֆինանսավորման պահը ինչպես է ԿՀ-ի համար, այսպես ասած, քաղաքական ուժերի կողմից բացառաբանվում, ֆինանսական հաշվետվության, թափանցիկության հարց առաջ գալիս է, թե ոչ գրանցում իրականացնելուց առաջ։ Հարգելի գործընկերներ, տեսեք, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները որքան ուզեն կարող են մեկ-մեկու մեղադրել։ Կարող են, այսպես ասած, կոչ անել մեկը այս մյուսին, որ չգրանցի, մյուսը այն մյուսին, որ չգրանցի։ Իրենց քաղաքական պայքարն է։ Իրենք մեկ-մեկու կարող են քննադատել, կարող են մեկ-մեկու որակումներ տալ, մեկ-մեկու, չգիտեմ, ամենածանր մեղքերի մեջ մեկ-մեկու մեղադրել։ Դա չի նշանակում, որ այդ քաղաքական բանավեճը ԿԸ-ի, այսպես ասենք, գործունեությունն է կանխորոշելու կամ ԿԸ-ի գործունեության մեջ քաղաքական բանավեճը որևէ տեղ ունի։ Քաղաքական բանավեճ է, ձեր նկարագրած ընդհանրապես քաղաքական բանավեճ է։ Ես կրկնում եմ, քաղաքական ուժերի, կուսակցությունների, դաշինքների գրանցումը հստակ սահմանված է ընտրական օրենսգրքով։ Եվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործելու է բացառապես ընտրական օրենսգրքով սահմանված լիազորությունների շրջանակներում։ Եվ ինչ են կարծում մեր քաղաքական գործիչները մեկը մյուսի մասին, դա իրենց իրավունքն է։ Իրենք կարող են մեկ-մեկու ինչու ասես մեղադրել։ Իրենց քաղաքական բանավեճը կարող են ինչպես ցանկանում են ծավալել։ Դա չի նշանակում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական բանավեճի բովանդակությամբ պիտի առաջնորդվի։ Պարոն Հովակիմյան, քաղաքական բանավեճը մի կողմ։ Հիմա ԿՀ-ի համար կարևոր է ուժը, որը ընտրություններին է մասնակցում, որտեղից է ֆինանսավորվում։ Եթե սպասեիք համբերեիք ես գայ ձեր հարցի մյուս մասին, ես որտեվ առաջին մասին պատասխանեցի, իմի երկրորդ մասին։ Հարգելի լրագրողներ, կուսակցությունները, դաշինքները իրենց քարոզչությունը պիտի ֆինանսավորեն նախընտրական հիմնադրամի միջոցով։ Նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 800 միլիոն դրամն է։ Նախընտրական հիմնադրամ կարող են մուծում կատարել բացառապես կուսակցությունները կամ դաշինքի անդամ կուսակցությունները իրենց պաշտոնական հաշվի համարներից։ Կուսակցությունները իրենց հաշվի համարներում այդ գումարը կարող են ունենալ ձևավորել բացառապես ՀՀ քաղաքացիների կատարած նվիրատվություններից։ Ամեն մի ՀՀ քաղաքացի կարող է առավելագույնը կուսակցություններին նվիրաբերել մեկ տարվա ընթացքում 10 միլիոն դրամից ոչ ավել։ Ավելին, քրեական օրենսգիրքը կոնկրետ պատասխանատվություն է նախատեսում, երբ որ օրենքի այս կարգավորումը շրջանցվում է։ Այսինքն մեկ անձը 10 միլիոն դրամից ավել այլ անձանց միջոցով փորձում է 10 միլիոն դրամից ավել գումար նվիրաբերել կուսակցությանը։ Սա կարող է
բացել քրեական օրենսգիրքը կտեսնեք։ Այսինքն այստեղ կուսակցությունների մասին օրենքն է հիմնական կարգավորողը եւ այս կուսակցությունների իրենց ֆինանսական միջոցների գոյացման հարցով կարծում եմ լավ կլինի, որ կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի մեր գործընկերների հետ զրուցեք, որպեսզի իրենք էլ ներկայացնեն իրենց գործիքակազմերը։ Բայց կուսակցությունները պիտի ունենան իրենց հաշվին գումար, որը որ պիտի նվիրաբերված լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից եւ այդ գումարը նոր իրենք կարողանան փոխանցել նախընտրական հիմնադրամին։ Շրջանցելու օրենքի այս կարգավորումը շրջանցելու համար մեր օրենսդրությունը հստակ պատասխանատվության միջոցներ է նախատեսում։ Կարծում եմ ձեր հարցը բավարարվեց։ Եթե այս թեմայի հետ կապված էլի մարդկավոր հարցություններ, եկեք այսպես էլի բաժանենք, այս թեմայի հետ կապված կա ինչ-որ մեկավոր հարցություններ ֆինանսական հաշվետվություն։ Ուրեմն այսօր Մանյա Պողոսյան, ապա Նովակիմյան վերջին